Բարի առավոտ հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտյան թողարկումը, ես Գառնու Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Հանգստյան օրերին հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի հետքերով էջմիածնում էր, ավելի կոնկրետ Գեղակերտում։ Ձերբակալել են Վաղարշապատի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին։ Կոմիտեն քրեական գործ է սկսել բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան Համբարձումյանին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, օրեր առաջ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ դպրոցի տնօրենը ՏԻՄ ընտրությունից առաջ օգնություն էր բաժանում բնակիչներին, հորդորելով ընտրել ՔՊ-ական թեկնածուին։ Գյումրու համայնքապետարանը դիմել է Հայաստանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության դեսպաններին, խնդրելով միջնորդել համապատասխան պետական եւ իրավասու մարմիններին, որպեսզի թույլ տան բժիշկներին այցելել համայնքապետին եւ տրամադրեն անհրաժեշտ բուժօգնությունը, ըստ միջազգային մարդասիրական նորմերի եւ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների։ Այս ընթացքում համայնքապետի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է, նա ունի լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական հսկողություն եւ բուժում։ Անհրաժեշտ մասնագիտական օգնության բացակայությունը փաստացի վտանգում է նրա կյանքն ու առողջությունը։ Հարկ է ընդգծել, որ այս վիճակը ուղիղ համընկնում է վարչապետի հրապարակային հայտարարության հետ, որտեղ վերջինս նշել էր, որ համայնքապետը պետք է դուրս շպրտվի քաղաքական եւ հասարակական կյանքից։ Դրանից հետո արձանագրված զարգացումները ներառյալ բժշկական օգնության սահմանափակումը ըստ էության համընկնում են այդ հայտարարության բովանդակության հետ, առաջ բերելով իրավական, հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանության լուրջ խախտումներ։ Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Գյումրու քաղաքապետին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները, սրտաբան եւ էնդոկրինոլոգ, որոնք կարող են վերահսկել Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Փաստաբանի խոսքով այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։ Լրացավ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրման 5-րդ տարին։ Գործող իշխանության համար դա կյանքեր փրկած փաստաթուղթ է։ Մինչդեռ ընդդիմությունն ու փորձագիտական դաշտը այն անվանում է կապիտուլյացիա, շեշտելով, որ պատերազմը չի ավարտվել, Արցախի հարցը չի փակվել։ Նախ պետք է սկսել աշխատել հասարակության հետ, որպեսզի վերագտնեն կորցրած հավատը։ Միջև կա որևէ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը էջը փակ չի։ Նույնիսկ Բաքվի բանտերում մարդիկ կան, որ ասում են Արցախի հարցը փակ չի։ Այ դա տարածեք, այ դա ասեք, այո։ Ռուբեն Վարդանյանին կնի ինչի վստահ եք, որ մնացած ովքեր որ գերի են գտնվում այնտեղ այդ նույն կարծիքին չեն։ Արցախի էջը չի փակվելու, մինչև աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ հոգում կա Արցախի հարցը, դա խնդիրը լուծել։ Այս բոլոր մարդիկ, ովքեր որ այսօր գալու են այստեղ, ոնց կարան իրանք համարեն Արցախի հարցը փակ։ Սրանք կարողացել են մարդկանց մեջ սպանել ամենագլխավորը հավատը։ Եվ եթե մենք չկարողանանք այդ հավատը վերաշնչավորել, հավատացեք, որևէ լուրջ բան անել չենք կարող։ Եթե մարդու մոտ հավատը չկա, եթե մարդը հասկանում է, որ այստեղ այլևս վստահել որևէ մեկին չի կարող, դժվար է այդ մարդու հետ ճանապարհ անցնելը։ Եվ ես առաջնայինը համարում եմ, այո, նրանց մեջ այդ հավատը զարթնեցնել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական պետականության հիմքերն ստացան համակարգային ու արժեքային մեծ հարված։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը հայտարարություն է տարածել ու շեշտել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով խաղաղության տեսլականը փոխարինվեց ասիմետրիկ ռազմավարական հավասարակշռությամբ եւ Հայաստանի ու հայության նկատմամբ գոյութենական ու անվտանգային նորանոր սպառնալիքներով։ Հայկական հիշողությունը պիտի լինի արդար, նախևառաջ սեփական պատմության սխալներից ու սայթաքումներից սովորելու հարցում։ Իսկ որն է ուղեղային կենտրոնի տեսլականը։ Genesis Armenia-ի տեսլականն է Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն չպատերազմել, բայց եւ պետք է պայքարել արդարության ձևավորման համար։ Սա ազգերի բարոյագիտությունն է, պետությունների անկախության երաշխիքն ու տարածաշրջանում համակարգերի հավասարակշռությունը պահելու տեսլականը։ Պիտի կանգնենք ոչ թե ցավոտ անցյալից թվերի տակ, այլ զարգացման եւ արժեքային հաղթանակի պատասխանատվության առջեւ։ Ազգերն ու պետությունները պարտվում են միայն այն ժամանակ, երբ երագնահատում են սեփական կարողությունները, կորցնում խելամիտ հաշվարկի հարացույցը, ակլորանում, պառակտվում, կտրվում քաղաքական իրականությունից, դադարում հավատալ ապրելու, արարելու եւ զարգանալու բնական իրավունքին։ Արցախ հավաքական վերադարձ լինելու է։
Գործող իշխանության համար խաղաղությունն այնքան մոտ է, որքան սահմանամերձ գյուղի բնակչի տան պատուհանից երևող ադրբեջանական անցակետը։ Դիցմայրում ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ մնացել է ընդամենը մի քանի ընտանիք։ Ահազանգ է հնչեցնում Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նրանք պահում են կյանքի ու հայրենիքի շունչը գյուղում։ Մենք պարտավոր ենք անգամ ամենահեռավոր գյուղերում անել անհրաժեշտը, որ գյուղի լույսը չմարի, մարդիկ իրենց անտեսված չզգան, գրել է Թաթոյանը։ Որևէ տարբերություն չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ Վաշինգտոնյան համաձայնագրի միջև, համոզված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով ոչ մի ընդդիմադիր չի էլ ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է չեղյալ հայտարարել։ Բոլորը հասկանում էին, որ սա նաեւ Արցախը պահելու հնարավորություն է եւ այն ժամանակ պետք էր կարճել այդ փաստաթղթից եւ անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։ Իսկ ինչու սկսվեց պատերազմը։ Երկրորդ նախագահի կարծիքով պատերազմը սկսվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ձախողման պատճառով կողմերի միջազգային հանրության եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանն այդ ամբողջ process-ի ձախողող կողմն է։ Քոչարյանը նաեւ խոսել է խաղաղության մասին։ Չեն կրակում մեկ պատճառով։ Ինչ ուզում է առանց կրակելու տալիս ես։ Դրա չի կրակում։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ որ մեխանիզմներով։ Չկա այսօր։ Ես կրկնեմ այն միտքը, որը վերջերս ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս խաղաղությունը ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից։ Կուզի այդ խաղաղությունը կլինի, հիմա ուզի խաղաղությունը չլինի, չի լինելու։ Դա Ալիևն է։ Ադրբեջանի նախագահը։ Դա խաղաղություն չի։ Հիմա մեր առաջարկը, որ այո, այս խաղաղություն պետք է, բոլորը ձգտում են խաղաղության։ Բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում հայտնել է Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։ Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը տեղի կունենա հաջորդ տարի գարնանը, ապրիլի 17-ից 19-ը։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Բաքվի համաձայնության դեպքում կարող են կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հանդիպում։ Նա հավելել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման նախապատրաստական աշխատանքը բարձր մակարդակով է ընթանում եւ որ Ադրբեջանի հետ բավականաչափ համակարգված աշխատանք են տարել։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ներկայումս անհնար են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները պատրաստ լինի հավասար եւ փոխշահավետ երկխոսության, սակայն Վաշինգտոնի ներկայիս մոտեցումը նման հնարավորություն չի մատնանշում։ Իրանը միշտ պատրաստ է բանակցելու հավասարության եւ երկու կողմերի ընդհանուր շահերի վրա հիմնված պայմաններով։ Ռուսաստանի Դաշնության Միացյալ Նահանգների հարաբերություններում առաջացած փլատակները մաքրելու համար երկար ժամանակ է պետք, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Բրյուսելը եւ արևմտյան այլ մայրաքաղաքներ դեռ կարող են ուշքի գալ ու հրաժարվել սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման արկածախնդրությունից։ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա իր ունեցվածքը գողանալու փորձերին։ Սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը չի փրկի Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները բռնագրավելու օրինական միջոց չկա, նման գործողությունները բացահայտ կողոպուտ են, ըստ երևույթին եվրոպացիներ մոտ արթնացել են գաղութարարների եւ ծովահենների վաղեմի բնազդները։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարցերի վերաբերյալ երկխոսությունը շարունակվում է, բայց արագ չի ընթանում։ Նոր վարչակազմի գալու հետ մենք զգացինք երկխոսությունը վերսկսելու պատրաստակամություն Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև կնքված Անկորիջի համաձայնագրերը կասկածի տակ չեն դնում 2014 եւ 2022 թվականների հանրաքվեների արդյունքները կամ Ղրիմի, Դոնբասի եւ Նովորոսիայի բնակիչների ընտրությունը։ Սիրիայի նախագահ Ալ-Շարան պաշտոնական այցով Վաշինգտոնում է։ Սիրիայի առաջնորդը այսօր Սպիտակ տանը կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 6-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չեղյալ է հայտարարել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի եւ ներքին գործերի նախարար Աննաս Խաթաբիի նկատմամբ պատժամիջոցները, որոնք գտնվում էին միջազգային պատժամիջոցների ցուցակներում։
Միացյալ Նահանգները կմերժի որոշակի հիվանդություններ ունեցող ներգաղթյալներին վիզա տրամադրել, հայտնում է CBS News-ը։ Թրամփի վարչակազմի նոր հրամանագրով կմերժեն շաքարախտով, քաղցկեղով, սրտի հիվանդություններով կամ հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե նրանց բուժման գումարը պետք է տրամադրի պետությունը։ Եվ վերջում եղանակի մասին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը Երևանում կլինի 18-ից 20 աստիճան տաքություն, երեկոյան 10-ից 12, գիշերը 4-ից 6 աստիճան տաքություն։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնուն Թավյանն եմ, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, ABC լուրերը եթերում կրկին կլինի ժամը 12-ին, կհանդիպենք։